Ցայքերոստանկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել ենք Ախուրյանի բժշկական կենտրոնի փոխտնօրեն, լաբորատորիայի որակի կառավարման համակարգի պատասխանատու Քրիստինե Տոնոյանին։ Բարև ձեզ բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ մեր հրավերը ընդունեցիք։ Շնորհակալություն։ Բժշկուհի Տոնոյան, նախ խոսենք, թե ընդհանրապես իրենից ինչ է ներկայացնում լաբորատորիայի որակի կառավարման համակարգ։ Այսօր խոսելու ենք այնպիսի մի համակարգի մասին, որի արդյունավետ աշխատանքը պայմանավորված է ձեր, մեր եւ մեր հարազատների առողջությունից։ Խոսքը վերաբերվում է լաբորատոր որակի կառավարման համակարգին։ Ինչ է իրենից ներկայացնում առհասարակ լաբորատորիան։ Շատերը ընդունում են լաբորատորիան կամ ընկալում են կամ հասկանում են, որ լաբորատորիան ինքը իրենից ներկայացնում է անտեսանելի փոքրիկ ինչ-որ մի հատված, ցավոք սրտի, բայց դիցուք այդպես չէ։ Լաբորատոր ճշգրիտ հետազոտություններից է բխում ճշգրիտ ախտորոշումը, հիվանդությունների կանխարգելումը եւ բուժման նշանակումը։ Այսինքն բժշկի ձեռագիրը կախված է լաբորատոր գործընթացից եւ ճշգրիտ հետազոտություններից։ Լաբորատոր որակի կառավարման համակարգը Ախուրյանի բժշկական կենտրոնում ներդրվել է 2025 թվականի մարտ ամսին եւ յուրաքանչյուր համակարգ գործընթաց ներդրվելուց հետո անցնում է քայլ առ քայլ իրեն փուլերը։ Սկզբում ներդրում, այնուհետև արտաքին եւ ներքին գնահատում։ Ինչ ենք հասկանում ներքին եւ արտաքին գնահատում ասելով։ Ներքին գնահատումը երբ դու ինքդ ես կազմակերպության ներսում կատարում, այսինքն ինքնագնահատում, իսկ արտաքին գնահատում, որը կատարվում է կառավարության, հրամանների եւ առողջապահության նախարարության նախարարների, հրամանների ու որոշումների հիման վրա։ Ախուրյանի բժշկական կենտրոնը անցնելով եւ ներքին եւ արտաքին գնահատում ստացել է 97 միավոր։ Իսկ առհասարակ որակի կառավարման համակարգ լաբորատորիայում ասելով հասկանում են գործընթացների հաջորդականություն։ Ինչ է իրենից ներկայացնում լաբորատոր գործընթացները։ Սկսվում է գործընթացները նմուշարումից։ Այսինքն յուրաքանչյուր բուժարում մուտք գործելով լաբորատորիա իդենտիֆիկացում է կատարվում էլեկտրոնային համակարգով, պիտակավորվում են փորձանոթների վրա յուրաքանչյուր բուժարուի համապատասխան ID կոդերը, կոդավորվում է բուժարում եւ այդտեղից սկսվում է լաբորատոր գործընթացը, որից հետո կատարվում է շարունակական քայլ առ քայլ վերահսկվող գործընթացներ եւ ամենավերջում տրվում է հետազոտությունների արդյունքները։ Այսինքն փաստաթղթավորված գործընթացների ընթացակարգեր են, որոնք այլ կերպ կոչվում են SOP-եր, գործողությունների ստանդարտ ընթացակարգեր, որի օգնությամբ կառավարվում է ողջ համակարգը։ Հենց այս համակարգի ազդեցությունը կոնկրետ բուժարուների առողջության վրա ինչպիսին է։ Ունենք թե թերական, թե բացասական ազդեցություն։ Չկա այնպիսի մի գործընթաց, որ չլինեն փոքրիկ սխալներ, բայց համակարգի ներդրման նպատակը կայանում է նրանում, որ տեղի ունենա թերությունների եւ սխալների շտկում, որպիսի այդ պատասխանների հիման վրա բուժարուն ստանա ճշգրիտ ախտորոշում, ինչպես նաև բուժում եւ հստակ դեղորայքային բուժում, որով կանխվում են հիվանդությունները։ Դիցուք վերցնենք ինչ-որ մի օրինակ, եթե բուժարուն մոտեցել է լաբորատորիա, որևիցե մի անալիզ հետազոտության ենթարկվելիս, հետազոտության արդյունքներում գուցե նկատվել են անճշտություն կամ սխալներ։ Գուցե դա գալիս է բուժարուի ոչ ճշգրիտ տեղեկանալու հետևանքով, այսինքն եթե բուժարուն քաղցած չի լինում, դա նույնպես հանգեցնում է սխալ հետազոտության արդյունքի։ Գուցե նմուշարումն է սխալ կատարվել կամ խնդիրը գալիս է արդեն լաբորատորիայից կամ անսարքությունից սարքավորման կամ համապատասխան մասնագետի ոչ ճիշտ տիրապետելուց։ Այսինքն հնարավոր տարբերակները մի քանիսն են։ Այո, դրա համար լաբորատոր որակի կառավարման համակարգի բուն նպատակը
տվյալ սխալների բացառումն է, որպեսզի կարողանան հսկողաբար ամեն օրվա պարբերաբար աշխատանքի արդյունքն է տանում ճշգրիտ ընթացքի։ Միշտ լինել պատասխանատու, լինել զգոն։ Այո, դրա համար անհրաժեշտ է, որպեսզի լաբորատոր որակի մասնագետները ունենան բարձր որակավորում, պարբերաբար անցնեն վերապատրաստումներ, վերազինեն իրենց գիտելիքները, փորձի փոխանակում տեղի ունենա, որովհետև ներկա պարագայում բոլոր լաբորատորիաները հագեցած են ժամանակակից սարքավորումներով, վերլուծիչներով, սակայն վերլուծիչների առավելությունը կայանում է նրանում, որ իրենք ավտոմատացված են կատարում։ Տվյալ պարագայում լաբորատոր մասնագետը բժիշկը ինքը պետք է կարողանա տիրապետել վերլուծիչին, որովհետև ամեն դեպքում վերլուծիչը անխոս սարք է, որը կատարում է ուղղակի հետազոտություն։ Իսկ մասնագետի գրագետ եւ բարձր գիտելիքների տիրապետումից է կախված տվյալ վերլուծիչի, հետազոտության արդյունքների վերլուծությունը։ Ուստի անհրաժեշտ է ցանկացած հետազոտություն վերլուծել, վերահսկել արդյունքները, ունենալ կլինիկական ախտորոշումը եւ նոր վերջնական պատասխանը հանձնել բուժառուին։ Ձեզ մոտ հենց այդպիսի մասնագետներ են աշխատում։ Այո, Ախուրյանի բժշկական կենտրոնի լաբորատորիան հագեցած է վեճի սերնդի սարքավորումներով, ավտոմատացված, օգտվում ենք էլեկտրոնային առողջապահական համակարգի հարթակից, բոլոր լաբորատոր հետազոտությունները մուտքագրվում են էլեկտրոնային համակարգ, մասնագետները ունեն բարձր որակավորում, տիրապետում են, պարբերաբար անցնում են վերապատրաստումներ, փորձի փոխանակում, ընթացքում լինում են այնպիսի անալիզներ, հետազոտություններ, երբ տեղափոխում ենք մեկ այլ լաբորատորիա, ինքներս մեզ ստուգելու համար, որովհետև որակի կառավարման համակարգի գլխավոր բաղադրիչներից մեկը դա վերահսկումն է, ուղղիչ ու կանխարգելիչ գործողությունների կատարումն է։ Քանի որ հաջորդ հարցս հենց բաղադրիչներին էր վերաբերելու, մյուս բաղադրիչները որոնք են։ Որակի կառավարման համակարգ ասվածը լայն հասկացողություն է եւ ինքը ունի իրեն բաղադրիչները, ոնց որ գիրքը ունի իրեն մասերը, այդպես էլ համակարգը ունի իրեն բաղադրիչները։ Ամենակարևոր ու գլխավոր բաղադրիչը դա փաստաթղթերի ընթացակարգերն են, շեշտեցի փոքր-ինչ առաջ սոփերը, գործողությունների ստանդարտ ընթացակարգերը, այսինքն յուրաքանչյուր սարք, յուրաքանչյուր հետազոտություն, յուրաքանչյուր թեստ, որը կատարվում է լաբորատորիայում, քայլ առ քայլ նկարագրված են հատուկ փաստաթղթերի մեջ, որոնք կոչվում են գործողությունների ստանդարտ ընթացակարգեր։ Նպատակը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր ոք կարող է օգտվել ընթացակարգերից եւ կարող է կատարել տվյալ հետազոտությունը։ Այնուամենայնիվ ոչ ոք եւ ոչինչ բնականաբար ապահովագրված չէ որևէ տեսակի շեղումից կամ սխալմունքից։ Եթե օրինակ ասենք ձեր խոսքում էլ նշեցիք, կա փոքր սխալմունք, կա այն ուղղելու հնարավորություն, ելք կա։ Այո, նախ պետք է հասկանանք, թե սխալը որտեղից է գալիս։ Գոյություն ունեն այնպիսի անալիզներ, որոնք բուժառուն պետք է հանձնի սոված, քաղցած վիճակում։ Եթե բուժառուն չի պահպանում նորմերը, անալիզներ հանձնելուց առաջ անհրաժեշտ է տղամարդիկ չօգտագործեն, չծխեն, չօգտագործեն ալկոհոլ։ Վերաբերվում է թե տղամարդկանց, թե կանանց, թե երեխաներին, բոլոր տարիքային սեռի ներկայացուցիչներին։ Անհրաժեշտ է ջուրակրկիչ չլինել, նյարդային համակարգը լինի հանդարտ վիճակում, մոտենան լաբորատորիա մոտենալուց առաջ 10-15 րոպե սպասեն, մինչև օրգանիզմը գտնվի բնականon վիճակում, նոր հանձնել անալիզը հանձնելուց հետո, եթե լինում են սխալներ, վրիպումներ, արդեն դա գալիս է նմուշառումից եւ լաբորատոր գործընթացից։ Այսինքն մասնագետը, որը զբաղվում է որակով, քայլ առ քայլ հետ քայլեր է կատարելու, որպեսզի կարողանա հասկանալ, թե սխալը որտեղից է գալիս։ Եթե նմուշարման գործընթացից հետո նկատում ենք, որ տվյալ նմուշը պիտանի չէ,
լաբորատոր հետազոտության, ուրեմն մեղավորությունը փոքր ասած ճակերտավոր տվյալ մասնագետինն է, ով կատարել է նմուշարումը։ Իսկ եթե այդ ճակերտավոր մեղավորությունը բուժարույնն է, այսինքն անիրազեկվածության արդյունք է դա, դուք նախապես նրան տեղեկացնում եք, որ այս վիճակում դուք պիտի ներկայանաք նմուշարման աշխատակիցը, ով տիրապետում է նմուշարման կանոններին, ունի որակավորում մասնագիտացված, նախքան անալիզ հետազոտության վերցնելը բուժարույն տեղեկացնում է, որ իրազեկված եք անալիզը հանձնելուց առաջ գոյություն ունեն նման պայմաններ, պիտի պահպանեիք պայմանները։ Երբ որ բուժարուն պատասխանում է այո կամ ոչ, ունենք ուղեգրման թերթիկներ, այսինքն բուժարուն, որ իդենտիֆիկացվում է, ուղեգրման թերթիկների վրա գրվում է եւ իրեն ID կոդը եւ համապատասխան տողեր կան, որ բուժարուն իրազեկված է հետազոտության պայմանների մասին, հա։ Դրվում է համապատասխան այոն եւ տեղափոխվում է լաբորատորիայի հաջորդ բաժին։ Եթե բուժարուն շեշտում է, որ իրազեկված է, բայց լինում են վրիպումներ, երբ ցանկանում են բուժարուները հանձնել անալիզը, երբեմն նաև խփում են։ Երբեմն հետագայում արդյունքները, եթե ինչ-որ շեղվածություն է լինում, այդ դեպքում բնականաբար նոր թերության մասին արդեն բացահայտվում է։ Այս համակարգի դերը առողջապահության ոլորտում ո՞րն է, ինչպիսին է։ Շատ վճռորոշ է, լուռ է եւ վճռորոշ է։ Անձայն իր գործն անում։ Անձայն իրեն գործն անում է, երբ որ մենք ունենք համակարգը, մենք վստահ ենք, որ ունենք ճշգրիտ արդյունքներ։ Հստակ ոնց որ կանգնենք մեր ոտքերի վրա, իսկ երբ որ համակարգը չի գործում, սխալվելու հավանականությունը եւ ռիսկը մեծանում է։ Դրա համար անհրաժեշտ է որակ ասվածը ուղղակի բարձ չէ։ Անհրաժեշտ է այն կառավարել։ Դա կառավարելու գործընթաց է, որը պետք է լինի պարբերաբար եւ ամենօրյա աշխատանք, որովհետեւ երբ որ մի քանի օր դադար ես տալիս, դու հետ ես մնում։ Քանի որ այդ կառավարման բարդ եւ պատասխանատու գործը ձեզ է վստահված, ինչպես եք հասցնում զուգահեռ փոխտնօրենի պաշտոնին։ Սիրով, որովհետեւ սիրում եմ իմ մասնագիտությունը, շատ եմ պայքարել, հասել եմ իմ ուզածին փոքր չափով, կատարում եմ մեծ սիրով բուժարուների հետ, բուժարուները իրենք են գնահատում, չեմ սիրում զբաղվել ինքնակովեստով, բայց կատարում եմ սիրով։ Ժամանակը ինձ համար ժամանակ չէ։ Ես եմ տնօրինում իմ ժամանակը, երբեք սիրում եմ կրել ժամացույց, բայց երբեք ժամացույցին չեմ նայում աշխատանքի ժամանակ։ Արմետ էլեկտրոնային համակարգը գործում է Ախուրյանի բժշկական կենտրոնում։ Ախուրյանի բժշկական կենտրոնում երկար տարիներ գործում է Արմետ էլեկտրոնային համակարգը։ Բուժարուները օգտվում են էլեկտրոնային համակարգից, իրենք ինքնուրույն տանը հավելվածի օգնությամբ գրանցվում են, որը ավելի հեշտ գործընթացների process է դարձել։ Արդեն հերթեր չեն գոյանում։ Հերթեր չեն գոյանում, բուժարուն ինքը հեշտագրվում է, ժամանակից 5 րոպե առաջ լինում է հիվանդանոցում, պոլիկլինիկայում, անկետայի մատենավարման վիճակագրության բաժնից վերցնելով իրեն ամբուլատոր բժշկական քարտը, մոտենում է բժշկին, սպասարկվում է, նախ մասնագետների մոտ նույնպես գրանցումները կատարվում են հեշտագրումով, տեղորայքների դուրս գրումը, նշանակումը նորից տեղի է ունենում էլեկտրոնային համակարգի միջոցով, թղթային փաստաթղթաշրջանառությունը կրճատվել է, բժիշկները աշխատում են համակարգիչներով, շփումներ տեղի է ունենում կոնսուլյումների միջոցով։ Այսինքն քաղաքակիրթ տարբերակը լիովին այստեղ գործում է։ Այո։ Սպասարկումը տարածաշրջանային առումով մեծ է։ 11000 ազգաբնակչության ենք սպասարկում։ Ակտիվ են։ Այո, ակտիվ են։ Ակտիվ թիմերի։ Թե սեզոնային բնույթ է կրում ավելի շատ սեզոնային բնույթ փոքր ինչ կրում է,
հիմնականում աշնան սկզբին, բայց դա շատ կարճ ժամանակահատված է տևում, երկու պահին վերականգնված է ժամ։ Օրինակ սուրշնչարական վիրուսների ժամանակ ներկայումս կարծես թե այդ պահն է ակտիվությունը, այո։ Իսկ պատվաստումային գործընթացը սկսել են պատվաստումային գործընթացը, ակտիվ ձևով մասնակցում են բուժառուները։ Այդ բուժհաստատությունների հետ համագործակցությունների ինչ հարթակում են գտնվում։ Ես գնահատում եմ, որ անընդհատ փորձի փոխանակումը թեկուզ եւ մասնագետների եւ բուժհաստատությունների այլ ծառայությունների հետ դրական ազդեցություն ունի, որովհետև անընդհատ մասնագետները ոչ թե վերապատրաստվում, այլ փորձի փոխանակում են կատարում մեկը մյուսի հետ։ Եվ որակի կառավարման համակարգի գլխավոր բաղադրիչներից մեկը կայանում է նրանում, երբ որ դու ինքդ անում ես, բարբերաբար կարելի է տվյալ արածը ստուգել մեկ այլ բուժհաստատության լաբորատոր հետազոտություններով։ Այսինքն, եթե մենք անում ենք որևիցե մի անալիզ, բարբերաբար նույն անալիզը ուղարկում ենք մեկ այլ լաբորատորիա, ասելով ինչ արդյունք ենք ստացել։ Եվ ստուգում ենք ճիշտ ենք արել, թե սխալվել ենք ինչ-որ միտեղ։ Այսինքն, փորձի փոխանակում է տեղի ունենում, որը դրական ազդեցություն է թողնում եւ մասնագետի, եւ հետազոտության, եւ բուժառուի համար։ Անում ենք իշա բուժառուների։ Քանի որ խոսեցինք փորձի փոխանակումներից, անցնենք նաև վերապատրաստումներին։ Հաճախ եք մասնակցում վերապատրաստման դասընթացների։ Ինքս, այո, ինքս շատ հաճախ եմ մասնակցում, սիրում եմ։ Հասցնում եք փաստորեն։ Այո։ Վերապատրաստումներ սիրում եմ, որովհետև նախ թարմություն է տալիս, մտքի փոխանակում, մտածողության ինտելեկտի բարձրացում, որովհետև տարբեր միջավայրում գտնվելը մեկ քայլ, մեկ աստիճան բարձրացնում է եւ որպես մարդ, եւ որպես մասնագետ, եւ որպես գիտելիքների աշխարհ։ Բժշկուհի Տոնոյան, քանի որ արդեն ինձ հուշում են, որ մեր հաղորդումը մոտենում է իր ավարտին, ես կուզենամ, որպեսզի մեր հաղորդման վերջում դուք որպես մասնագետ ձեր հորդորը կոչը հղեք մեր հեռուստադիտողներին։ Իմ հորդորը կոչը հեռուստադիտողներին, բուժառուներին նախ կցանկանայի, որ բուժառուները ավելի գրագետ մոտենան լաբորատոր հետազոտություններ հանձնելուց առաջ, խստիվ հետևեն կանոններին, պարբերաբար անցնեն check-up փաթեթներ, որի արդյունքում հիվանդությունների վերահսկումը ավելի դյուրին է լինում, որովհետև բացահայտվում են եւ վաղ բացահայտման փուլում ավելի հեշտ են դառնում կառավարելի, քան երբ որ թողնում ենք, բարդանում է եւ արդեն եւ բժիշկը եւ բուժառուն չգիտեն թե ինչպես պիտի անեն, որպեսզի տվյալ հիվանդությունը բերեն կանխարգելման փուլ։ Այսինքն ավելի շատ կարևորում եք վաղ հայտնաբերում հիվանդության եւ կանխարգելումը։ Այո, վաղ հայտնաբերում եւ կանխարգելում։ Կցանկանամ, որ բոլորը լինեն առողջ եւ գեղեցիկ։ Շնորհակալ ենք շատ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր Մեդինֆոյի տաղավարում հյուրընկալել էինք Ախուրյանի բժշկական կենտրոնի փոխտնօրեն, լաբորատորիայի որակի կառավարման համակարգի պատասխանատու Քրիստինե Տոնոյանին։ Ինչպես բժշկուհին նշեց, եղեք առողջ ու գեղեցիկ։ Մեդինֆոն էր եթերում։